Ես վստահ եմ ասում ձեզ, որ բենզինի գինը, որի չէր մրցակցության արդյունք չէր, այլ ամբարեխիղճ մրցակցության արդյունք էր, որովհետև տարածաշրջանում այդ գնով ապրանք գոյություն չուներ։ Մենք պետք է մի բան դիտակցենք, որ Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները ձեռք են բերվում որոշակի երկրներից կամ բորսաներից։ Հիմա եթե այդ երկրներում այդ բորսաներում գինը ավելի բարձր է, այդ ոնց ստացվեց, որ Հայաստանի Հանրապետություն գինը էժան է լինում։ Այդ խապկանք է, որը մենք կամ ուզում ենք տեսնենք, կամ չենք ուզում տեսնենք, որտեղ ապրանքի գինը ինքը ժողովուրդ շուկայում է կարգավորվում, նույնը գազի գնի մասին։ Գազի գինը իջավ, թանկացավ։ Հա, միջազգային շուկայում վաճառվող ապրանք է, եթե պահանջակ աշխարհում մեծանում է գինը, թանկանում են, որում հենց այդ նույն սեզոնին է դա տեղի է ունեցում, դա շուկայի կանոն է։ Այլ բան, որ օրինակ գազի կամ բենզինի գինի իջնի Հայաստանում չիջնի, փորձենք դա հասկանալ։ Բայց չէր կարող էլի, ասենք Ռուսաստանի Դաշնությունում բենզինի ներկրման նույնիսկ խնդիր կար ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով, որտեղ լուրջ խնդիր ենք ունեցել Հայաստան ներկրվող բենզինը մեծամասամբ եղել է եվրոպական միությունից, ու ինչ որ արտաշատում կամ արահատում հայտնվում էին բենզալցակներ, որոնք 250 է։ Մենք տեսել ենք այդ մարտիկ ինչ են ներկրել են 210-ի պեկի հետ լավ աշխատեցինք եւ տեսանք, որ ներկրվել են 210-ի ապրանք, որը չի անպատասխան ստանդարտներին, ավելի ցածր որակով է, հետո սկսեցին նավթա, հիմա հետո լեգենդ հորինվեց, որ Հայաստանում կա բենզինի եւ դիզելի վերամշակման գործարան, դե մենք տես բաներ մի քիչ թերահավատորեն ենք վերաբերվում, իսկ ես ավելի քան վստահ որ դա հենց դրա արդյունքն է։